2022-ից մինչև 24 թվականներին Հայաստանի տնտեսությունը զարգանում էր ոչ թե սեփական արտադրության շնորհիվ, այլ նման էր մի դատարկ հյուրանոցի, որը հանկարծակի հարուստ հյուրերի ներհոսք ունեցավ։ Երբ 2025 թվականին այդ հոսքը սկսեց ցամաքել, ի հայտ եկավ փաշինյանական մոդելի ամբողջ անճարությունը։ Մի քանի տարում ռելոկանտների հաշվին դրամական փոխանցումները Հայաստան աճեցին գրեթե 300%-ով։ Բայց հիմա մենք զգում ենք պախմելի էֆեկտը։ Հյուրերի ներհոսքի ժամանակ բարձրացած վարքավճարները ու գները պահպանվում են, մինչդեռ բնակչության եկամուտների աճը կանգ է առել։ Տնտեսությունը պարզապես ժամանակավորապես ուռճացել էր, եւ հիմա մենք սկսում ենք ցավով հատուցել դրա համար։ Փաշինյանի կառավարության ոչ պրոֆեսիոնալիզմի գինը գնալով ավելի է թանկանալու։ Բայց Հայաստանի տնտեսական հրաշքի իրական պատճառը ոչ թե այս վարչախմբի հանճարեղ տնտեսական քաղաքականությունն է, այլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հենց դրանք Հայաստանին վերածրեցին արգելված ապրանքների տարանցիկ հաբի։